Հենրիկ Անասյան, կոմպոզիտոր, դիրիժոր, գրող, հրապարակախոս, մարդ, որ իր ապրած տարիների ընթացքում հաստատել է իր ով լինելը։ Ես Հայաստանի հողից ու ջրից եմ ուժառնում, որպեսզի հարստացնեմ իմ երգացանկը։ Ինձ համար Հայաստանը նման է աղոթքի։ Երբ ես լինում եմ Հայաստանում, վերանորոգվում եմ, լիցքավորվում։ Բարև ձեզ, ուզում եմ ողջունել ձեզ մեր դիմանկարի տաղավարին հյուր լինելու կապակցությամբ և փորձենք բացահայտել ով է Հենրիկ Անասյանը, նրա անցած ճանապարհը, արմատները, հույզերը, մտախոհությունը, գործունեությունը և տեսնենք ինչ կա թաքնված Հենրիկ Անասյանի դիմանկարի ետևում։ Եղավ։ Սկսենք արմատներից։ Եղավ Նարինե ջան, նախ շնորհակալություն հրավերի համար։ Երբ դու հեռացայինեցիր, ես մտածեցի, որ եթե արվեստագետ չի, որ չգիտի ինձ, այս ջահել օրիորդը ինչպես պիտի ինձ հետ հաղորդում վարի։ Բայց երբ եկա այս ստուդիան եւ նայում եմ իմ ետևի նկարներին, որի հեղինակը դու ես, ուրեմն իմ այն մտավախությունը փարատվեց, թե գոնե արվեստից հասկացող մեկը պիտի լինի ինձ հետ հարցազրույց վարողը, որտեղ կանոնը ինձ ծանոթ չէր, բայց հիմա ես ուրախ եմ հանդիպել քեզ, որ դու զբաղվում ես արվեստով, այն էլ բացառիկ մի շնորհքի տեր անձնավորություն ես, որ հիմա ես պիտի քեզ ավելի շուտ հարցումներ ուղղեմ, քան թե դու։ Այնուամենայնիվ, ամսի 25-ին այո, այս ամսի 25-ին իմ հոբելյանական երեկոն է։ Ով եմ ես, ով ես դու, չգիտեմ, այդպես մի երկ կա գիտես, չէ՞։ Այո, իհարկե։ Ով եմ ես, քանի որ իմ 80 տարվա կյանքի փորձը ցույց է տվել, որ մարդ հանրաճանաչ է դառնում, ճանաչվում է իր արած գործով, որովհետև տարիքը չի կարևորը, կարելի է 100 տարի ապրել, ինչպես Ժան-Ժակ Ռուսոն է ասում է մարդիկ կան, մահանում են 100 տարեկան հասակում, բայց մարդիկ էլ կան, որ չծնված են մահանում, ասել կուզի, որ մարդ տարիքով չէ, որ արժևորվում է, մարդը արժևորվում է իր արած գործերով, հայրենիքին, ժողովրդին, հասարակությանը բարի գործանելով նրանց համար եւ մշտապես լինել աշխատունակ վիճակի մեջ։ Չաշխատեցիր, ուրեմն մեռած ես։ Այո։ Մանավանդ արվեստագետի համար։ Հիմա քեզ պիտի հետաքրքրի հավանաբար, թե ով է, որտեղից է եկել, ինչպես եղել է։ Այո, դեր արմատներից։ Այո, իմ արմատները հետեւյալն է։ Իմ հայրիկս շատ նշանավոր պատմաբան, ակադեմիկոս, գիտնական, հայագետ, նշանավոր Հակոբ Անասյանն է, որից էլ ես ժառանգել եմ այն մեծ սերը հայրենի գրականության նկատմամբ, որին գումարվեց նաև երաժշտությունը։ Հիմա ես երկու ասպարեզնում եմ, այսպես չեմ խարխափում, ամուր ոտքս դրել եմ երկար տարիների աշխատությամբ։ Եվ այնտեղ եւ այստեղ։ Եվ այնտեղ եւ այստեղ։ Այսինքն երբ հոգնում եմ երաժշտությունից, անցնում եմ գրականությանը։ Հիմա ունեմ երաժշտական գործերի 3-4 հրատարակություն տպված, ունեմ գրեթե 10 հատոր գրական գործերի տպագրված։ Եվ որից շատ հայտնի է «Այս եմ ես» շարքը, որի 7-րդ հատորը վերջերս լույս տեսավ։ Հիմա ես շատ սկզբից ուզեցի սկսել, եկա ամենավերջը։ Ոչինչ։ Մենք շատ ազատ զրույց ենք անում, բայց ուրեմն Նարինե ջան, ես որպես երաժիշտ հիմնականում կարող եմ ասել Իսկ երաժշտական ընդունակությունները ումից եք վերցրել։ Երաժշտական ընդունակությունը իմ մեջ զարթեց 8 տարեկան հասակում։ Ծնողները երաժշտությամբ չեն զբաղվել։ Բացարձակ։ Մեր տանը անշուշտ միայն գրականություններ իշխում, բայց երբ հայրիկս բանակից էլ չէր վերադարձել 45 թվականներ, ես 8 տարեկան էի։ Մի օր
ռադիոից այն ժամանակ այն կլոր այսպես խավակարթե կարտոնից բաներ ռադիոներ կային, որ պատին էինք փակցնում, հիշում ես։ Նման բան պիտի որ հիշես։ Հա։ Կինոներում տեսել եմ։ Լսեցի, ուրեմն այդ ռադիոից լսեցի Կոմիտասի կռունկը։ Արմենակ Տեր Աբրահամյան անունով երգիչ ունեինք, փառահեղ երգիչ էր, նրա կատարմամբ։ Ես քարացա եւ աչքերիցս հոսեցին արցունքները։ Մայրիս կողքի սենյակում էր։ Եկավ ասես տղաս, ինչ եղավ, ինչ պատահեց, բան ասի, ես ուզում եմ երաժիշտ դառնալ այս երգը, որպեսի երգեմ։ Մայրիկս փաթաթվեց, բան տղաս երևի հայր պապայի կարոտն է, որ չկա եւ այլն, ինչեւէ, մինչեւ 19 տարեկան չկարողացա զբաղվել երաժշտությամբ, որովհետեւ հնարավորություններ չունեինք, այն ժամանակ վճարովի էր երաժշտական դպրոցը եւ հայրիկս էլ բանակից չէր վերադարձել եւ ուրեմն գերի էր ընկել եւ այլն, եւ շատ դառը մանկություն եմ ունեցել, ահավոր թշվառ մանկություն եմ ունեցել։ Եվ միան որքան էլ տարօրինակ կարող է հնչել 19 տարեկան հասակում ես ինքնուրույն սովորեցի նոտաները առանց ուսուցչի ժամանակ ռուսերեն կար գիրք կար սամաուչիցել ինքնաուսուցման դաշնամուրի ինքնաուսուցման ձեռնարկ կար ես 19 տարեկան էի վերցեցի եւ դրա վրա սովորեցի 3 ամսում յուրացրի ամբողջ 7 դասարանի երաժշտական դպրոցի այսպես դասընթացը ինքս ինքնուրույն եւ ուրեմն փորձեցի ընդունվել երաժշտական ուսումնարան բարձվեց որ առանց երաժշտական կրթության 7-ամյա չեն ընդունում ուրեմն ես ստիպված գնացի նախարարի մոտ այն ժամանակ շատ ավելի մարդկային փոխհարաբերություններ կային եւ ավելի հեշտ էր շատ մարդկային բաներ ես արդեն 19 տարեկան 20-ի մոտ էի գնացի նախարարի մոտ նա այնտեղ չէր գործերի կառավարիչն էր այնտեղ նրան պատմեցի թե ինչ եմ ուզում եմ ընդունվել ուսումնարան գործերը չեմ վերցնում ասելով որ երաժշտական կրթություն չունեմ ես ասացի որ ես պատրաստ եմ քննությունները տալ ինչ կարևոր է թղթի կտորը եւ նա զգացի որ իր հավանություն տվեց իմ գաղափարին եւ ամիջապես ներքին հեռախոսով կապվեց տնօրենի հետ երաժշտություն, ասաց երիտասարդի գործերը ընդունեք։ Եվ ուրեմն քննություն տվեցի, ընդունվեցի, որքան էլ տարօրինակ, բավական մեծ կոնկուրս կար, մրցակցություն կար, ընդունվեցի, երաժշտական ուսումնարան ավարտեցի Գերազանց։ Որ բաժին ընդունվեցի։ Խմբավարական բաժնում։ Այնուհետև այդ կարմիր վկայականի շնորհիվ ես իրավունք ստացա ամիջապես կոնսերվատորիա մտնել։ Այնտեղ էլ ինձ համար բացառիկ հնարավորություն տրվեց։ Մեր կոնսերվատորիայում չկար օպերային սիմֆոնիկ դիրիժորության բաժին։ Եվ ես այնքան փայլուն էի ավարտել ուսումնարանը, որ ինձ համար բացառեցին այդ բաժինը։ Որովհետև ես Լենինգրադ էի գնալու այնտեղ սովորելու։ Ուրեմն ինձ համար բացառեցին եւ ես ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա։ Եվ երկու բաժին կոմպոզիցիա անցա եւ դիրիժորություն օպերային սիմֆոնիկ։ Ավարտելուց հետո դարձա Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի 3-րդ դիրիժորը, գլխավոր դիրիժորի ասիստենտ էի Միքայել Մալոնցյան, կար այդպես շատ նշանավոր դիրիժոր։ Ինչևէ, դրանից հետո ստեղծագործական աշխատանքներ, համերգներ, իմ առաջին երգը մրցանակ շահեց, ռադիոյում առաջին մրցանակ շահեց, դեռ ուսումնարանի ուսանող էի եւ այլն։ Այնուհետև ուրեմն ես լրագրական գործի մեջ առաջացա բավական եւ դրա շնորհիվ ուրեմն ռադիոյում բացվեց մի հաստիկ ֆոնդային ձայնագրությունների բաժին։ Այսինքն համալրող լավագույն գործերը, որոնք ապագա են խոսանում եւ որոնք պետք է որ մնան մշտապես, դա կոչվում էր ֆոնդային ձայնագրությունների բաժին։ Եվ դրա տնօրեն դարձա։ Ես համատեղությամբ 2-3 տեղ էի աշխատում, ուրեմն եւ ռադիոյի խումբն սկսեցի ղեկավարել։ Ռադիոյի խումբն ղեկավարեցի եւ սիմֆոնիկ նվագախումբը եւ ժողովրդական գործիքների նվագախումբը։
Ես ամուր հենք ունեցա այդ անսամբլում եւ չափազանց կապվեցի հայկական ժողովրդական, գուսանական, հին հեղափոխական երգերի հետ։ Եվ իմ մեջ առաջացավ մի ցանկություն բարձրացնել մեր ժողովրդական, գուսանական, աշխուհական մոռացված երգերի վարկը մեր հասարակության մեջ։ Եվ հիմնականում մշակել այդ երգերը, գործիքավորել մեծ խմբերի համար, որպեսզի բացի հայ ունկնդրից օտարները հաղորդակից լինեն մեր արվեստին, որովհետև գիտես, օրինակ, մեկ դուդուկով, մեկ դհոլով եւ դամով մենք սովորենք, բայց օտարի համար փոքր եւ դուդուկի հնարավորությունները մենք այնքան փոքրացնում ենք, դրանով օտարի չի կարող դա հուզել այնքան, որքան մեզ է հուզում, մենք էլ մի քիչ լալկան ժողովուրդ ենք, մեզ դուր է գալիս։ Բայց ես իբես գործի ընթացքում բարավանդ երբ ես Թուրքիայում էի, համերգներ էի տալիս Ստամբուլում, 3 համերգ եմ տվել այնտեղ, նկատեցի, որ մեր դուդուկը բերազգային դուդուկը, այնտեղ բավական շարժուն դեր է կատարում նրանց ժողովրդական գործիքների նվագախմբերում։ Եվ դժբախտաբար այդ դուդուկ սովորեցնելու վարպետները հայաստանցիներ էին բոլորը։ Եվ թուրքերին տնտեսական պայմաններից ելնելով բնական է, հիմա հասկանալի է, մեր հայ երաժիշտները նրանց սովորեցնում էին։ Ես էլ մտավախություն ունեցա, որ վաղը մյուս օր ամեն ինչ քանի որ յուրացնում են մեր դրացիները, մեր հարևանները, մեր ամեն ինչը, ասեն վաղը դուքն էլ կասեն մերն է։ Կասեն իրենցն է, այո։ Եվ ես որոշեցի համաշխարհային համբավի արժանացնել դուդուկը։ Եվ ուրեմն գրեցի դուդուկի համար կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ասում, որ այդ գործը պիտի կատարվի այս ամսի 25-ին իմ հոբելյանական երեկոյին չափազանց շնորհալի եւ տաղանդավոր դուդուկահար մեր Ռուբիկ Հարությունյանի կատարմամբ։ Գիտեք, բոլորը Ռուբիկին գիտեք, Ռուբիկին նրա մինչև հիմա Երևանում 3 անգամ կատարել են, Գևորգն է կատարել, բայց զարմանալիորեն արդեն նրա համբավը տարածվել է Եվրոպայում, հեռավոր բանում Կարակասում, Վենեսուելայում կատարվել է։ Հիմա խնդիրն այն է, որ դուք եւ դրա շնորհիվ ռումինացի մի երաժիշտ YouTube-ի մեջ լսելով իմ դուդուկի կոնցերտը, կապվում է մեր այնտեղի Բուխարեստի հայկական հիպոթոսյան բանի հետ եւ ինչ ձևով գտնում են իմ հեռախոսի համարը, հասցես եւ կապվում են ինձ հետ, Ռումինիայից, որ այդ տղան ուզում է դուդուկ սովորել հայկական, եւ ուրեմն խնդրում են նոտաները,
ոչ միայն նոտաները, այլև դուդուկ է ուզում, այդ տղան սիմֆոնիկ նվագախում ֆագոտ նվագող է, ուզում է դուդուկ նվագել սովորել, այդ լսելով իմ այդ դուդուկի կոնցերտ այնքան է ոգևորվում, եւ ուրեմն գտնում են ուղիները ինձ գտան ինչեւ է ես դուդուկել ուղարկեցի նոտաներ էլ ուղարկեցի եւ այդ տղան 3 տարի այդ դուդուկի կոնցերտով շրջում է ամբողջ Ռումինիայում իր սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարում է իմ այդ գործը առիթ լիդեր ես մի օր կբերեմ կնայենք ինչեւ է բայց դրանից առաջ տարածվեց հենց Վենեսուելայում առաջի անգամ կատարվեց այնտեղ շատ հայտնի երաժիշտ է Պեդրո Էստաչեն Յանի մոտ նվագում էր դուդուկ այդ դուդուկը հարն է նվագել առաջին անգամ դժբախտաբար որովհետև մի քիչ բան գործ է դժվար գործ է մեր հայերը երևի ժամանակ չունեցան սկզբում սովորել օտարների ձեռքն անցավ բայց հիմա մեր ռուբիկը նվագելու խենթեսնելու է Հենրիկ Անասյանը մայստրո է իր բառից բուն իմաստով, թե իր երաժշտական ժանրում, թե իր գրական ստեղծագործություններում։ Եվ իզուր չէ, որ այսօր նրան է վստահվել Կալիֆոռնիայի հայ գրողների միությունը, բարձր պահելով ամերիկահայ գրողների սկզբունքները, ստեղծագործական գործերը։ Ցիցերոնն ասել է պոետ ծնվում են, մնացածը դառնում։ Դուք եւ պոետ եք, եւ հրապարակախոս, եւ դիրիժոր, եւ կոմպոզիտոր։ Այ ինչ եք ծնվել եւ ինչ եք հետո ձեռք բերել, ինչ եք դարձել։ Նարինե ջան, ուրեմն ո՞րն է առաջնային իմ մոտ։ Իհարկե երաժշտությունը։ Բայց թե լինում են պահեր, որ ուզում եմ գրականություն զբաղվել, անպայման պետք է մի պատմված գրեմ, ինչ-որ թեմա է եկել միտքս, պատմվածներ շատ եմ գրում, հա, հետո բանասերություններ շատ եմ կարդում, հետաքրքիր մի բան ասեմ, գրականությունը որքան է ազդում իմ վրա, բանասերությունը իմասնավորի, երգորինելու ամենալավագույն ձևն է, բայց բանասերություն պիտի լինի։ Այո, որ դրա վրա ծնվի այդ երգը։ Օրինակ Ռուբեն Սևակի համար արևմտահայ բանասերություն Ռուբեն Սևակի համար ես խենթենում եմ։ Որոշել էի մի լավ բանասերության վրա Ռուբեն Սևակի երգ գրել։ Կարդում եմ, դե ոչ գործիք կա, ես հետո սովորաբար գործիքի մոտ չեմ երգ գրում, ես առանձին գրում եմ, ամեն ինչ ուղեղից մեջ է։ Սկսեցի թերթատել եւ միտքս եկավ հենց առաջին թերթատեցի նույն վարքյանին Մեղեդին եկավ ինքը արդեն բանասերությունը երաժշտություն Ռուբեն Սևակի բանասերությունները սիրո բոլորը արդեն երգեր են երաժշտություն են այո մենակ պետք է այդ հանգավորումը ճիշտ անել շեշտադրությունները ճիշտ անել երաժշտության մեջ եւ ծնվեց այդ երգը եւ այդ նույն գիշերվա մեջ ես 5 երգ գրեցի կա ինչ որ միտեղ ձայնագրած Հիմա դրանցից մեկը ամսի 25-ին կհնչի։ Իսկ ոչ միտեղ չունեք ձայնագրած։ հետ կհնչի։ Լավ։ Սպասենք ամսի 25-ին։ Մարալ Բարսեղյանն է երգելու, կլսեք այդ երգը։ Ուզում եմ ասել, որ բանասերությունը պիտի ինձ հուզի, այնպես պատահական բանասերության վրա ես երգ չեմ գրում։ Եթե Մեղեդին ծնվում է, բայց գիտեմ թե ինչ է Մեղեդու տակ, ինչ բանասերություն կվայելի։ Կսազի, թերթատում եմ չկա, և դրանից հետո ստիպված եմ լինում ինքս գրել այդ երգի, այդ Մեղեդու բառերը, բանասերությունը, այնպես որ գրականությունը ինձ օգնում է երաժշտություն գրելու, երաժշտություն հորինելու։ Ձեր տղաները երկուսն էլ երաժիշտ են, մեկը ջութակահար, մյուսը կոմպոզիտոր, երգիչ, Այո։ Ձեր կինը նույնպես երգում է, բոլորը երաժիշտներ են։ Տիկինս էլ երգչուհի է։ Այ դուք ինչքանով եք կարողանում իրար օգնել եւ ինչքանով եք խանգարում իրար։ Մենք հետաքրքիր է մեր ընտանիքը այդ առումով։ Սովորաբար երբ մի ընտանիքում մի քանի երաժիշտ է լինում,
Այդ պայքարը կա ձեր մեջ խանգարում են իրար։ Մանավանդ եթե տարբեր ժանրի սիրահարներ են ամեն մեկը։ Այո։ Բայց մեր ընտանիքում մեր 4 երաժիշտները շատ համահունչ ենք, որտեղ բոլորիս ճաշակը նույնն է։ Մի քիչ տարբերվում է Արմենս, այդ ջութակահար եւ դիրիժորը, որտեղ դասականի հետ է նրա գործը, օպերայի հետ է գործը, աշխատանքը նոր մի քանի օր առաջ վերադարձավ Ռումինիայից, համերգների էր գնացել, 3 համերգ ունեցավ, բայց փոքր տղաս երգիչ է, Արամը ճիշտ մոր եւ իմ կտորն է։ Սիրահար, ժողովրդական, գուսանական, աշխուհական երգի եւ նորմալ երգի։ Այո։ Նորմալ երգի, այն երգերը, որոնք մեկ կարոտ են, այսօր մեր ժողովուրդը կարոտ է, բայց ողողված է, մեջտեղը առանց օտար ազգի այդ մելոմանների։ Մեջտեղը ոչինչ չասող, հոգին չհուզող, խառնափնթոր բառերով հորինվածքներ, որ ասում եմ, այսօր կան, վաղը չկան։ 80 տարեկան դա անցած ճանապարհ է, որի 60 տարին նվիրել եք ստեղծագործությանը, ձեր ստեղծագործական կյանքին։ Այ ինչ է նշանակում 80 տարի։ 80 տարի։ 80 տարի 8 գումարած 0 8 անգամ 10 կամ 8 անգամ 10։ Հիմա չմոռանամ ասել, որ այս հոբելենական երեկոն ուրեմն նախաձեռնությունը Մաշտոց քոլեջի գլխավորությամբ Հայաստանի հյուպատոսության, Լոս Անջելեսի հյուպատոսության եւ մշակութային միությունների միացյալ հանձնախմբի օգնությամբ։ Հիմա խնդրանքս է, որ մեր երաժշտագետները, երաժիշտները, երաժշտասերները բոլորը ներկա լինեն այդ երեկոյին ոչ Անասյանի համար, այլ վայելելու իսկական երաժշտության երեկո։ Ես կարծում եմ, որ մեր հեռուստադիտողները խնդրանքս է եւ փոքր ինչ թեթևացնել այն հանձնախմբի գործը, որ գիշեր ու զօր աշխատում է այդ օրը, որպեսզի ամեն ինչ բարձր մակարդակով անցնի։ Խնդրանքս դա է։ Դուք արդեն 40 տարի ապրում եք Միացյալ Նահանգներում, կոնկրետ Լոս Անջելեսում, բայց երբեք ձեր հոգևոր եւ ֆիզիկական կապը չեք կտրել հայրենիքից։ Դա ինչ է, արյան կանչ է։ Ես ինչպես կարող եմ հոգևոր կապս կտրել իմ մայր հայրենիքից, մայր հողից, որից ուժ եմ ստանում։ Եվ կանգնում եմ այդ հողի վրա, ես Երևանին կարոտում եմ այնտեղ եղած ժամանակ անգամ։ Ես ամեն տարի գրեթե գնում եմ Երևան։ Այ մի քիչ Երևանյան ձեր գործունեությունից, որտեղ այնտեղ էլ եք համերգներ տալիս։ Պիտի ներշնչվեմ, պիտի իմ ժողովրդին տեսնեմ։ Վատ բաներ եմ տեսնում, լավ բաներ եմ տեսնում։ Դա բոլոր տեղերը կա։ Բոլոր աշխարհում տեղ չկա, որ ամեն ինչ կատարյալ լինի։ Նման բան գոյություն չունի։ Բայց մերը, որ մերն է, մեր վատը, մեր ցավը մեզ շատ է ազդում մեր վրա, մեր մտածողության, մեր հոգեբանության վրա։ Սփյուռքը հայը գիշեր ցերեկ ապրում է հայրենիքով, Հայաստանով։ Չի կարող։ Մի տեսակ նրա այսօրվա կերած հացի մեջ այն աղը չկա։ Որովհետև երբ որ դու գիտես, որ այնտեղ մարդիկ կարոտի մեջ են, չես կարող այդքան հանգիստ խղճով վայելել ինչ-որ բարիքներ այս երկրի։ Հյուրընկալ երկիր է, բան չունեմ ասել այս երկիրը, բայց միևնույն է, մենք որքան էլ որ ապրենք այս երկրում, մեր հոգին մշտապես պիտի մխա կարոտով հայրենիքի։ Կարոտի զգացումը սոսկալի բան է։ Դա տանջող երևույթ է կարոտը։ Դու որքան էլ այս երկրում ապրես, օտարության մեջ ապրես, միևնույնն է, ծխալու է կարոտի այդ զգացումը, մշտապես պիտի մխա քո երևակայության մեջ կարոտը։ Հայրենիքը տալիս է եւ հայրենիքը պիտի ուզի, պահանջում է։ Բայց ստացվել է այնպես հիմա այսօր, ասեմ Նարինե ջան, Սփյուռքն էլ շատ կարիքներ ունի։ Սփյուռքը շատ պահանջներ ունի։ Սփյուռքը միավորվելու պահանջ ունի։ Մենք առանձին ճողավորումներ ենք։
դրա մեջ մեծ գործ ունի անելիք հայրենիքը Հայաստանը։ Այսօր սփյուռքը ավելի պիտի զորացնել, որովհետև Հայաստանի փրկությունը սփյուռքի զորության մեջ է։ Գիտեք, երբ ես փոքր էի, այդ դիրիժորական փայտիկը, որ տեսնում էի, երբ որ ինձ թվում էր դա կախարդական է, որովհետև դիրիժորը երբ որ ձեռքը այսպես էր անում, նվագախումբը սկսում էր նվագել, ու ինձ թվում էր այդ փայտիկն է։ Հիմա ինչ կասեք այդ ձեր դիրիժորական փայտիկի մասին։ Լավ, փայտիկ։ Ուրեմն ես երբ սովորում էի ուսումնարանում, ասացի, որ երազում էի օպերային սիմֆոնիկ դիրիժոր դառնալ։ Եվ այդ փայտիկը գոյություն չունի, որ գնես մի տեղից։ Ահա։ Եվ ես պաշտում էի Միքայել Թավրիսյան անունով դիրիժոր կար, օպերայի գլխավոր դիրիժորն էր։ Ես ոչ մի ներկայացում բաց չեմ թողել։ 100 անգամ նայել եմ բոլոր ներկայացումները։ Եվ ես մտադիր էի թռցնել նրա բանը։ Փայտիկը կախարդական։ Ուրեմն երկու ընկերներով, 3 հոգով միասին, ուրեմն որոշել ենք, որովհետև մշտապես օպերան ավարտվելուց հետո ինքը փայտիկը պարտիտուրի վրա այդ փոսել, չէ՞ մի քիչ։ Հա, թողնում էր պարտիտուրի վրա այդ երկար փայտիկը, գնում էր, հետո մակրողը նոտաներ հավաքողը դա տանում էր։ Ուրեմն ես ամեն երեկո հետևում էի, որտեղ կարող է այդ բազղիկի վրայից թեքվել ու վերցնել այդ փայտիկը։ Ամեն երեկո հետևում էի, թե որորը պիտի այդ աշխատողը ներսի, որ գալիս է վերջում հավաքում է, հետո մարդ չմնա սրահում, բոլորը դուրս գան, որ ես կարողանամ այդ գործն անել։ Եվ պատահեց մի օր, որ ես կարողացա թռցնել այդ։ Ուրեմն 3 գողություն եմ արել, ամբողջ տարիներին երիտասարդական, մեկը դա է։ Ուրեմն հետո որ շատ վերցրեցի երկու ընկերներս, որ մի ընկերը վերևում էր դրա մոտ կանգնած, որ նայի մարդ գալիս է թե չէ, մեկը ներքևի դրա մոտ, ես էլ իրենց ազդանիշանն եմ սպասում, կարող եմ թե ոչ։ Եվ ուրեմն հաջողվեց, վերցրեցի այսպես բանի կոստյումի գրպանում երկար մինչև այստեղ հասնում է փայտը ներս դրեցի եւ արագ դուրս եմ գալիս, դուրս եկա շնչակտուր հանեցի, նայեցի, քրտինքի մեջ կորած, հանեցի, մեկը տեսնեմ այդ հուզմունքից բանից ջարդվել է։ Եվ այդ ջարդված փայտիկը 30-40 տարի իմ գրատարակի վրա էր։ Դրանից հետո ես Հոլանդիայից հյուր ունեցա Երևանում, նրանց խնդրեցի, ուրեմն նրանք Հոլանդիայից փայտիկ ծավրոցով ուղարկեցին դիրիժորական փայտիկ։ Այսել այդ փայտիկի պատմությունը։ Բայց ուրեմն իրոք դա կախարդական է։ Հիմա գնա պաչկաներով ստեղ խանութից։ Սրանք երևույթներ են, պատմելիք բաներ են։ Իմիջիալոց ես նման կարգի բաները իմ 4-րդ հատորում ես ունեմ ուրեմն 7 հատորով 7 հատորոնոց մի շարք, որ կոչվում է «Այսեմ ես»։ Այդ «Այսեմ ես»-ի 4-րդ հատորում նմանատիպ պատմություն է։ Այդ պատմությունը կա փայտիկի, այդ 4-րդ հատորը հիմնականում իմ 40 տարվա կյանքն է Հայաստանում եւ դոկտոր ակադեմիկոս Արտեմ Սարգսյանը մի ինձ նվիրված մի հոդվածում գրում է, որ ով եթե ուզում է խորհրդային կարգերի վերջին 40 տարվա պատմությանը ծանոթ լինել, պիտի կարդա Անասյանի 4-րդ հատորը, «Այսեմ ես» շարքի։ Դուք եւ երգեր եք գրում, եւ կոնցերտներ, եւ սիմֆոնիաներ, որ ժամանակ եք հաճույք ստանում, այսինքն ձեզ ավելի շատ ինչն է հաճույք պատճառում եւ ձեր ամենասիրած ստեղծագործությունը, որին ինչ որ ուրիշ տեսակ եք վերաբերվում։ Կարծում եմ ոչ մի արվեստագետ, նույնիսկ երաժիշտ թեկուզ կոմպոզիտոր չի կարող մի գործ սիրել, որովհետև այն ինչ որ սրտից է բախած, բոլորը իրենն է, բոլորը սիրելի են։ Հիմա ես մի նոր բան գրեցի այսքանի օրը, որ այդ օրը կհնչի առաջին անգամ ամսի 25-ին
օրկեստրային պիես է, գործ է, որ դրա գործիքավորումը 3 անգամ փոխեցի, 3 անգամ պատրաստի գցեցի, 3 տարբերակ արեցի, միայն վերջին ինձ դուր եկավ։ Այն ինձ որ ինձ դուր է գալիս, մնում է։ Այն ինձ որ դուր չի գալիս, չկա, գոյություն չունի։ Եվ չկա իմ ստեղծագործությունների մեջ որևէ մի ստեղծագործություն, որ ես չհավանեմ, կամ նախապատվություն տամ մեկին։ Այդ ժողովուրդն է, որ պիտի գնահատի եւ հասկանա, որն է իրեն սրտի մոտ։ Ստեղծագործողի համար իր բոլոր ստեղծագործությունները սրտի մոտ են։ Եթե նա գրել է հոգով, սրտով, ուզելով, ներշնչանքով, մի երգ էլ ես գրեցի գիշերը ժամը 3-ին արթնացա, երազիս մեջ մեղեդին եկավ։ Վեր կացա, այդ ժամին ոչ կարող ես բան անել ու դաշտավոր կամ բան լույսը վառեցի, խոհանոց գնացի, նոտայի թղթնարը ու գրեցի այդ երգը մեղեդին։ Եվ Լեյլա Սարիբեկյանն է երգում այդ երգը եւ հրաշալի է երգում։ Սիրո նոտան ո՞րն է, կա սիրո նոտա։ Սիրո նոտա հոգին է։ Ամեն ինչ գալիս է հոգուց։ Սիրտը թելադրում է հոգին, հոգին էլ արտաբերում է։ Կյանքի է կոչում։ Հոգի։ Հոգով պիտի անել ամեն բան, սիրով պիտի անել ամեն բան։ Այդ դեպքում եկեք սիրով ավարտենք այսօրվա մեր Շատ շնորհակալ եմ։ ծրագիրը, շատ հաճելի էր ձեզ հետ զրուցելը, նենց մի տեսակ դրական էներգիաներ փոխանցվեց, սիրո զգացողություն եւ եւս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում ձեր հոբելյանական երեկոյին։ Եթե ինչ-որ ասելիք ավելացնելու բան լինեք, ես կարծում եմ մեր հեռուստադիտողները դիտում են եւ անպայման այդ օրը ներկա կգտնվեն եւ իրենց ծափերով կողջունեն եւ կողոքեվորեն եւ երգիչներին եւ կգնահատեն ձեր այսքան տարվա ստեղծագործական աշխատանքը։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ շնորհակալ եմ Հորիզոն հեռուստացային ընկերությանը ինձ հրավիրելու համար այսպիսի հարցազրույցի եւ ես անակնկալի եկա քո հմայքի առջեւ եւ այս նկարներն մանավանդ որ քո արած գործերն շատ լավ տպավորություն է թողնում եւ այս գեղեցիկ հաղորդման վարելու համար դու հրավիրեցես այդ երեկոյին։ Մնում է որ մեր հանդիսատեսները, մեր հեռուստադիտողները Գուցե հասցեն հիշեցնենք որտեղ է լինել։ Գուցե հասցեն հիշեցնենք որտեղ է լինել։ Հասցեն հիշեցնենք, ուրեմն հունիս 25 երեկոյան ժամը 6-ին Գլենդելի հայ սկուլի հանդիսասրահում կկայանա իմ ծննդյան 80-ամյակի եւ ստեղծագործական կատարողական գործունեության 60-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո կազմակերպությամբ Մաշտոց քոլեջի հովանավորությամբ Հայաստանի հյուպատոսության եւ կատարողությամբ համագաղութային հանձնախմբի հրավիրված եք բոլորդ մենք այնտեղ կհանդիպենք եւ միասին հաճելի ժամեր կանցկացնենք Սիմֆոնիկ պար հաղթանակ հեղինակ Հենրիկ Անասյան ազգային նվագարանների պետական նվագախումբ Բոլոր սփյուռքահայերի համար Հայաստանը բնորան է, իսկ սփյուռքը ապրելակերպ։ Մեր դիմանկարի հերոսը այսպես է արտահայտվել այն հայերի մասին, ովքեր ապրում եւ ստեղծագործում են հայրենիքից հեռու, բայց շնչում եւ ապրում են հայրենիքի համար։